Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 16։ Տիրոջ երկյուղն է իմաստության խրատը, և փառքի առաջին խոնարհություն է գնում։ Առակաց 15-րդ գլուխ 33-րդ խոսք։ Տիրոջ այս երկյուղը կոչվում է իմաստության խրատ։ Դուք արդեն կարդացել եք, որ դա իմաստության սկիզբն է, բայց այստեղ այն կոչվում է իմաստության խրատ, քանի որ այն ոչ միայն մարդուն իմաստուն է դարձնում, այլև օգնում է նրան կատարելագործել և գործածել Աստծո կողմից տրված բոլոր մեթոդներն ու միջոցները իր և իր մերձավորների փրկության համար։ Իմաստության խրատը մարդուն հնարավորություն է տալիս գործածել իր բոլոր բնական կարողությունները, իր բոլոր բնական իմաստությունը Աստծո փառքի և իր սեփական բարօրության համար։ Շատ բնական բաների մեջ կան այնպիսի ճշմարտություններ, որոնք եթե հասկանանք, կարող ենք օգնել մեզ ըմբռնել հոգևոր բաները։ Աստված իմաստությամբ է ստեղծել ամբողջ աշխարհը, և չկա մի բան, լինի երկնքում թե երկրի վրա, որի մեջ թաքնված չլինի որևէ հոգևոր խորհուրդ։ Մարդիկ Աստծո ստեղծագործությունների մասին մտածում են ոչ ավելին, քան այն հողի մասին, որի վրա քայլում են, կամ այն քարերի, որոնք իրենց ոտքերի տակ են գտնվում, և այս ամենը այն պատճառով է, որ նրանց սրտերում չկա Տիրոջ ճշմարիտ երկյուղը։ Եթե այդ սուրբ երկյուղը բնակվեր նրանց ներսում, այն կարթնացներ նրանց միտքը, խորհելու Աստծո մասին այն գիտության լույսով, որ իր երկյուղով դրվում է սրտի մեջ։ Այդժամ նրանք կիմանային, որ քանի որ Աստված անսահման մեծ ու բարի է, ապա անհնար է, որ նրա ստեղծած որևէ բան զուրկ լինի խորին իմաստությունից։ Այս երկյուղը ոչ միայն կստիպեր մարդուն տեսնել այս իմաստությունը, այլ նաև ջանասիրաբար կփնտրեր այն, մինչ հոգին կխրատվեր, կլուսավորվեր և կուսուցանվեր Աստծո խորհրդավոր իմաստությամբ։